խոսքը շատ հստակ ցույց է տալի ի սկզբանե ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը տրամադրված ընտրությունները։ Դա հետևյալն է. հանդիպումը ձևական է։ Դա արդեն բավարար է հասկանալու համար այն մոտեցումը, որ ունի Ադրբեջանի ղեկավարությունը եւ համանախագահության նկատմամբ, եւ կարգավորման սկզբունքների նկատմամբ, եւ սա է պատճառը միանշանակ, որ տարիների ընթացքում հակամարտության կարգավորման հարցում առաջին չկա։ Այս տարի բնակչությունների մասով հայկական կողմը ինչ-որ ակտիվացում եւ այլն նախատեսում է, հա։ Խնդիրը ոչ այնքան ակտիվացումն է, ինչքան կողմերի մոտեցումն է, որպես առաջին։ Իհարկե, միջնորդները, համանախագահները, իրենք ձգտում են, որ հնարավորինս հաճախ լինեն հանդիպումներ, բայց եթե այդ հանդիպումները գնում են նույն ոճով, որը եղավ վերջինը Բեռլինում, որ ինքը Ադրբեջանի ղեկավարական ձևական մոտեցում, ուրեմն առաջին չարարեցին։ Սա է խնդիրը, որը իր հերթին արդեն պարտադրում է մի միջնորդների միջազգային հանրությանը ևս մեկ անգամ վերլուծել անդրադառնալ այս ամենին, որովհետև այսպես շարունակել, որևէ արդյունքի դրական արդյունքի չի կարող բերել։ Իսկ դա նշանակում է որոշակի մոտեցումների փոփոխություն։ Դրա ազդանշաններից մեկը մենք տեսանք, այս նույն Բեռլինում, դա կապված է նրա հետ, որ գիտակցել է, որ կողմերից մեկը իսկ կոնկրետ Ադրբեջանի կողմն է, ըստ էության, բանակցությունների փողի տակ շարունակում է իր այդ դեստրուկտիվ ուժային քաղաքականությունը ու առաջարկությունները ծանրացել են ավելի շատ այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ են համապատասխան հետաքննության մեխանիզմներ, այդ թվում համապատասխան սարքավորումների վերդրում։ Բնական է Ադրբեջանը դրան է դիմադրում, բայց սա այնուամենայնիվ հուշում է, ցույց է տալիս ազդանշանի վրա, որ արդեն միջնորդները անհանգստացած են եւ փորձում են նոր ուղիներ կանգնել։ Եթե այս ուղղությամբ են հաջողության չհասնեն, ինձ թվում է, որ ուշ թե շուտ պետք է արդեն հասունանա մի այլ մոտեցում։ Այդ այլ մոտեցումը կայանում է նրանում, որ կամ դա Ադրբեջանի պարտադրանք, կամ էլ ուղղակի Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման գործընթաց։